3, 4 բոլոր օրերին նույնիսկ 8-9 նույնիսկ այստեղ նայում պարգևատրումներ 13-ին, 15-ին եւ 17-ին կորպորատիվ մշակույթի այդ բոլոր մշակութային իրադարձություններ կարելի է կազմակերպել դեկտեմբերի 13 եւ 14-ին։ Այսպես կարևոր երկու բարենպաստ օր, ինչն է հետաքրքիր, Սուրբ Ծննդյան օրերին դեկտեմբերի 25-26-ին Լուսինը գտնվելու է ձկների կենդանակերպում, ձկները բարեգթությունն է, կարող եք այցելել այն վայրեր, որտեղ երեխաներ կան, այդ երեխաները ծնողներ չունեն, ձեզ պաշտպանության կարիք ունեն, նաև Սատուրնի հետ դրական դիրքը, Սատուրն Յուպիտեր, մենք հետաքրքիր տրիգոն ունենք, ծերանոցներում, խնամքի վայրերում գտնվող անձինք, նրանց կարող եք այցելեք ձեր հիվանդ ծնողներին, այն մայրերը, որոնք իրենց երեխաներին թողել են այդ կենտրոններում, խնամքի կենտրոններում ուշ հավաքեք ձեր երեխաներին բերեք տուն։ Հնարավոր է, որ մեկուսացման վայրերում գտնվող մեր հայրենակիցներին ուղղակի համաներում լինի այդ երկու օրերը 25-26-ին Լուսինը ձկներում կարծես բացվում են երկնքի դարպասները, դա քրիստոնեական ուսմունքն է եւ ձեր աղոթները որոնք տեղի կունենան գմբեթի տակ եկեղեցում կամ ձեր տան այն անկյունում, որտեղ դուք զգում եք Աստծո Տիրոջ բարձրալի ուժը, այնտեղ աղոթեք եւ ձեր աղոթները հնարավոր է տեղ հասնեն եւ հուսանք, որ մինչեւ 26 թվականի հունիս-հուլիս մինչև Յուպիտերը անցնի առուծի կենդանակերպ, նաև դրական լուր կունենանք մեր հայրենակիցներից, որոնք գտնվում են Բաքվի մեկուսարանում։ Արեք, ես եւ խոսում էի, ես ուղղակի չեմ կարող պատկերացնել ցույց դնել քո էմոցիաները, թե ինչ հետաքրքրությամբ եւ ինչ զարմանքով էի լսում։ Իսկապես շատ զարմանքով էի լսում։ Գիտեք, որ մարդը նստում է կինոյի կամ ինչ-որ այսպես, հա, ամեն անգամ սպասում է, թե ինչ են ասելու, ես դա եմ։ Հետաքրքիր օրեր ասեցիք, ասացիք, որ հայի հոգին ուրախանալու է, երկնքի դարպասները բացվելու են։ Այո, զարմացել է։ Լուսավոր տարեվերջ է սպասվում մեզ հայերիս, հա։ Հուսանք, որ մի քանի լարված օրեր կան։ Շատ կարիք ունենք լավ լուրերի, դրական լուրերի, դրական էմոցիաների, ջերմ խոսքերի։ Եվ վերջո նաև ուրախության։ Այո։ Դեկտեմբերի 30-31-ին Լուսինը ցուլի կենդանակերպում է լինելու, ցուլը գնումներն են, ֆինանսներ են, վերջի պահին գնալու են մեր հայրենակիցները, գնումներ են կատարելու, նվերներ են առնելու, խորհուրդ կտամ, որ այդքան չծախսեք, բայց միևնույն է ծախսելու եք, այդ գնումները կարող եք պահել տոներից հետո, նվերներ եթե կարող եք տալ, ֆինանսի տեսքով տվեք, ծրարի մեջ Լուսինը ցուլի կենդանակերպում է, բայց կարող եք այնպիսի